Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից հետ են տեղափոխել Երևանի կենտրոն քրեակատարողական հիմնարկ, ազատությանը հայտնել է նրա փաստաբան Զարուհի Պոստանջյանը։ Առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոնից էլ հայտնում են, որ Ղուկասյանի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հսկողության տակ։ Երեկ նրան հիվանդանոց էին տեղափոխել հետազոտությունների համար։ Թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի Ղուկասյանը, պաշտոնյան չի մանրամասնել բժշկական գաղտնիքի պատճառով։ Կոռուպցիայի համար մեղադրվող Վարդան Ղուկասյանի փաստաբանը պնդում է, որ դատարանը տեղեկացված էր նրա առողջական խնդիրների մասին։ Ենք են հրավիրել շտապօգնությունը որոշում է կայացրել մարդուն հոսպիտալացնել։ Հոսպիտալացման ժամանակ ցուցում է տրվել անցկացնել այդ լուրջ միջամտությունը, այսինքն հետազոտել են, հասկացել են, որ խնդիր կա եւ իրականում էլ կա իշեմիկ հիվանդություն ունի։ Դրանից հետո միջամտությունը կատարել են, գիշերը անցկացրել է, այո, գիշերը հանգիստ է եղել, բայց առավոտը պետք է բուժող բժիշկները վերջը որոշում կայացնեին, այլ հետազոտությունը շարունակում են, թե ինչ են անում, բայց պարզվում է եկել է մի խումբ ծառայողներ քրեակատարողական հիմնարկից եւ իրեն տեղափոխել են նորից Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Ես իրեն հանդիպեցի, ինքը դե իհարկե դեղերը ըստ ցուցումի նա ընդունում է, բայց նորից դժգոհում էր, ասում էր ականջներից մեջ խշշոց կա եւ գլուխը չի հետազոտվել, այլ հետազոտություններ նույնպես կարծում եմ պետք է կատարվեին, չեն կատարվել։ Ակնհայտ էր, որ գոնե առնվազն 1 օր պետք է գտնվեր հիվանդասենյակում բժիշկների վերահսկողության տակ եւ բժիշկները այդպես էլ ըստ էության նախատեսել էին։ Ես այնպիսի տրամադրվածության էի, որ պետք է գնամ տեսնեմ բժիշկներին, տեսնենք հաջորդ հետազոտությունները, որոնք պետք է լինեն, որովհետև դրանք անհրաժեշտ էին, ես այդպես հասկացա, բանավոր ինձ երբ տեղեկություն էին նրանք հայտնում։ Դե այդպիսի հրանք է եղել։ Ինչու են պահում։ Որն է հիմքը։ Այսինքն մենք ակնհայտ հասկանում ենք, որ քաղաքական դրդապատճառներն են հիմքը, ինչու՞ն դա է պատասխանը։ Նույն դատախազը 19 օր շարունակ տեղեկացված է, որովհետև հենց իր ենթական է հաստատել, որ արկա է այլընտրանքային խափանամիջոց, դա պաշտոնավարման կասեցումն է եւ բացակայելու արգելքը։ Այսինքն նույնիսկ այդ այլընտրանքային խափանամիջոցի մեր բողոքին դատախազը կրկին չի արձագանքել։ Այս պայծրությամբ մենք չունենք ոչ մերժում, ոչ պատասխան եւ ոչ էլ հարգում մեր պահանջի։